Մայիսի 25-ին Բեյրութում Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը նշեց գործունեության 65-ամյակը։ Տոնակատարությանը մասնակցեցին բազմաթիվ հյուրեր, միության բարերարներ, հայ համայնքի անդամներ եւ հոգեվորականներ։ Էջմիածնասեր տիկնանց համախմբումը ստեղծվել է 1950-ականների վերջին։ Սովետական Հայաստանում հայրապետական աթոռը ծանր դրության մեջ էր եւ բեյրութահայ տիկնայք իրենց վրա են վերցնում հոգեվորականների հանդերձներ պատրաստելու գործը։ Մայրաթոռին են ընծայաբերվում եկեղեցական հանդերձներ, շապիկներ, գորգեր, ջեմարանականների զգեստներ, ծիսական սպասք, խաչեր, տարբեր պարագաներ, այդ թվում նյութական օժանդակություն։ Մեկ այլ կարևոր առաքելություններ են սկսում։ Էջմիածնասեր տիկնանց ջանքերով սկսվում են Լիբանանից Հայաստան դեպի հայոց հոգևոր կենտրոն առաջին ուխտագնացությունները։ Այդ ուխտագնացությունները շարունակվում են մինչև այսօր։ Հոս պիտի փափակենք, որ յուրաքանչյուր հայ գիտակցի մայր աթոռի 1700 ամյակի ավելի գոյությունը Հայաստանի մեջ, իր գիտությունը, իր զարգացումները շատցնե, գիտնա, թե ինչ պատմական սուրբ հողը գոյություն ունի մայր աթոռի մեջ, անպայման այցելե, գտնվի այր մայր աթոռի հողին վրա, տարածքին եւ գիտակցի հարստությունները, որոնք գոյություն ունին մեր տաճարին եւ ընդհանրապես մեր մայր աթոռի եւ ադիգա գարչած պահե իր սրտին մեջ։ Համախմբումի 65-ամյակի տոնակատարությանը մայրաթոռից մասնակցում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Մասնակցում էր նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Կիլիկիայի կաթողիկոսությունից Տաճատ եպիսկոպոս Աշըքյանը։ Միջոցառման սկզբում հնչեց Սուրբ Էջմիածնին նվիրված շարականը եւ հայրապետական մաղթերքը, որ կատարվում է պատարագի ավարտին։ Ողջույնի խոսքից հետո ընթերցվեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գիրը ուղված Բեյրութի Էջմիածնասեր տիկնանց։ Օրհնագրում նորին սրբությունը կարևորում է հայոց եկեղեցու կյանքում ավելի քան 6 տասնամյակ Բեյրութի Էջմիածնասեր տիկնանց բերած մեծ ներդրումը։ Ընթերցվեց նաև Մեծի տան Կիլիկիո Արամ կաթողիկոսի օրհնագիրը։ Մեր համախմբումը հիմնված է Վասկեն առաջին վեհափար հայրապետի օրով։ Ապա Գարեգին առաջին վեհափար հայրապետի օրով մեր գաբերը զորացած են։ Սակայն Գարեգին երկրորդ վեհափար հայրապետի օրով 26 տարիները ի վեր մենք շարունակեցինք մեր գաբերը զանազան գործունեություններով եւ մեր հարաբերությունը լայնցավ, զորացավ եւ ավելի հասուն եղավ։ Սուրբ Էջմիածնի կողքին լինելու նպատակը Բեյրութում բազմաթիվ հայուհիների է համախմբել։ Տարբեր տարիքի մասնագիտության դեր կանայք անդամակցում են Էջմիածնական տիկնանց միությանը։ Նրանց միջոցով ներգրավված են նաև ընտանիքներ, ընկերներ ու բարեկամներ։ Բեյրութահայ տիկնայք կարողացել են միավորել բոլորին։ Ես շատ ինքս սբար կսկամ, որ այս համախմբումին անդամ եմ 25 տարի է վեր։ Եվ միշտ ես ինձ հարց տված եմ, թե ինչու ատկի առաջ անդամությունս չեն ընդունած, կամ ես չեմ դիմաց, կամ վրբունք մը եղած է։ Այս միջին գարելին ինչ որ այդ օրվա պայմանները գներեն։ Պետք է օժանդակել Էջմիածնին, օժանդակել, պետք է օժանդակել Լիբանանահայության կողքն է։ Այնպես որ ես ինձ սբար կսկամ, որ անդամ եղած եմ, կքաչալերեմ այս միջինը եւ գուզեմ, որ շարունակվի, շարունակականություն ունեցա։ Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը իր հիմնադրության օրեն ի վեր սկիզբը անշուշտ ուխտակնացություններով, այլ ցերնարկներով քաչալեր հանդիսացած են հայ ժողովրդին, հայ եկեղեցվո, իսկ Լիբանանի բادرազմի այդ տագնաբեն յետք իրենց անհրաժեշտությունը, գործոն անհրաժեշտությունը թրած են ավելի ժողովրդին օժանդակության, այսինքն լա իրենց նպաստ հասցնելու, լա նյութական նպաստ հասցնելու, լա փարոյական։ Եվ այսօր մեջ շատ մեծ դեր ունի ամենայն հայոց կաթողիկոս նորին Սուրբ Օծություն դեր Գարեգին II սրբազանը, ինչպես նաև բարերարները։
Տոնական միջոցառմանը տասնյակ տարիներ համախմբումին անդամակցած տիկնայք պարգևատրվեցին հուշանվերներով։ Նվերները հանձնեցին Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը եւ Տաճատ եպիսկոպոս Աշոքյանը։ 65 տարիներու վրա երկարող ավանդություն ունի, որը սերունդ հյուսված կհասնի մինչև մեր օրերը։ Դարբեր ժամանակաշրջաններուն, դարբեր գործունեության ժամանակահատվածին Էջմիածնասեր այս տիկինները իրենց աշխատանք եւ ծառայությունը փերած են դարբեր ոլորտներեն ներս։ Եվ մանավանդ վերջին տարիներուն, երբ Ըլլա հայրենիք, Ըլլա Սփյուռք, Ըլլա այս տարածաշրջանը ունեցան լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ։ Եվ միշտ համագործակցելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ եւ վեհապար հայրապետի օրհնությամբ իրենք փերած են իրենց ծառայությունը Արցախյան պատերազմին, Արցախահայության, որոնք այսօր կգտնվին Հայաստանի մեջ, օգնության ցերկը երկարելու իրենց, բայց նաև Լիբանանի, Սուրիո եւ դարաձաշրջանած ճգնաժամային օրերուն, երբ Լիբանանի նավահանգիստի մեծ պայթումը կատարվեցավ, համաճարակի COVID-19-ի շրջանին օգնության ցերկ մեկնեցին թերորայքով եւ մանավանդ Սուրիահայության բարակային իրենց օգնությունը բերին այսպես համագործակցության գամուրջը միասնական ոգին ստեղծելով եւ գաբը հաստատելով Հայաստանի եւ Սփյուռքի եւ նաեւ Սփյուռքյան մեր իրականության Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ։ Ծնողքս անդամ էին Սուրբ Էջմիածնի կրոնասեր դիգնանց համախմբումին եւ մենք շարունակողն ենք ադոր դիգինս եւ ես եղբայրներս ալ կաչալերողներն են բնականաբար շարունակականությունը գա բաբանումը գա մենք գիշենք մեր ծնողքները այս ցևով գիշենք անոնց կորձունեությունները անոնց ուղղությունները եւ գսորվինք անոնց ասիգա մեզ ավելի գարմադավոր է մեր անցյալին ներգային եւ նաեւ ասիգա արիտկուդա որ մենք քիչ ավելի մեծ ժամանակային կոնտեքստի մեջ դիտենք այս ամբողջ երևույթները եւ քիչ ավելի ուրեմն բաժար գտարնա որ քիչ ավելի խոհեմ եւ քիչ ավելի իմաստուն կորձենք ու մտածենք։ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումի անդամներից տիկին Սեդա Դեմիրճյանը պարգևատրվեց միությանը 66-ամյա անդամակցության համար։ Տիկին Սեդան անդամագրվել է հիմնադրման տարիներին։ Հուշանվերը նրան հանձնեց համախմբումի հիմնադիր անդամներից Անգինե Տանձիկյանի թոռնուհին Ալին Տանձիկյան-Ֆարաջյանը։ Ես 1959-ին եղած եմ կրոնասեր դիգնաց միության մեջ։ Մայրս Վարդուի Ազազյանը միշտ կուրկուրանքով կխոսեր անոնց մասին եւ իմ մասից սիրով եւ բարդությամբ եւ շատ հիշադակներով ունի մորս ներկայությունը, որ ինձ արձանագրած է դիգնաց միության մեջ։ Միջոցառման մասնակիցներին շնորհավորելիս Միքայել arczepiskopos Աջապահյանը հիշեց իր ճեմարանական տարիները։ Հոգևոր կրթարանի սաները գիտեին, թե որտեղից են բերվել իրենց եկեղեցական հանդերձները եւ պարագաները։ Լսել էին լիբանանահայ բարերարուհիների անունները, թեև երբեք չէին տեսել նրանց։ Եվ մենք արտոնյալ վիճակում էինք այն ժամանակ սովետական խորհրդային Հայաստանի մյուս ուսումնական հաստատությունների նկատմամբ։ Հակնում էինք ամենիչի լավը, ունեինք համ լավագույն գրենական պիտույքները եւ այլն։ Եվ երբ որ հարցնում էինք որտեղից, ասում էին Տիգին Տանձիկյանն է ուղարկել։ Եվ մենք ամբողջ ուսանողական կյանքը մեր անցկացրեցինք այդ Անգինե Տանձիկյանի խնամատար աչքի ներքո։ Առանց իրեն ճանաչելու հնարավորություն ունենալու ցավոք։ Եվ դրա համար ես ինչով եմ նմանեցնում այս կանանց համախմբումի ձեռնարկումները մայրական խնամքի հետ այդքան կարևորություն է ունեցել Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը մեր ճեմարանականների կյանքում։ Այդ տարիներին տղամարդիկ չէին համարձակվի նման համախմբում ստեղծել Բեյրութում։ Նման համարձակություն կարող էին իրենց թույլ տալ միայն կանայք, որ ավելի համարձակ են, քան տղամարդիկ։ Եվ համարձակ են իրենց կանացի նախանձախնդրությամբ, հավատարմությամբ, նվիրումով եւ գործունեությամբ։ Միքայել Սրբազանի պահպանիչ աղոթքով ավարտվեց Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումի տարեկան միջոցառումը։ Նայոց Անտոլանյար Սուրբ եւ պատվական Խաչիկոյի խաղաղության Բրգյա երևելի եւ աներևույթ թշնամիած
Արժանավորյագության փառավորերս քեզ ընթոր եւ ընդօգույց սրբով այժմ եւ միշտ եւ հավիտյանը սավիտենից ամեն դարձյալ շնորհակալություն Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք